Հույսով եմ, որ ուրախ ես, որ այսօր այստեղ ես, եկել ես Աստծո տուն և լսես Աստծո պատգամ այսօրվա, անկեղծ ասած ես էլ եմ այդ մտքով եկել, այդ սպասումով, որ Տերը խոսի այսօր, իմ սրտի հետ, ամեն մեկի սրտի հետ, որովհետև երբ որ խոսքը կարդում ես, խոսքն էլ քեզ է կարդում, և այդպես ստանում ես հայտնություններ և կյանքդ փոխվում է, ամեն։ Անկեղծ ասած այսօրվա իմ խոսքը մի քիչ ուրիշ ձև է լինելու, որովհետև չգիտեմ ինչու ես ընդհանրապես երբ որ խոսքը պատրաստում եմ, հիմնականում սկզբից ունեմ բովանդակությունը, խոսքը, հետո վերնագիրն է գալիս ընթացքում, բայց այս անգամ հակառակը ստացվեց, չգիտեմ ինչու, հենց սկզբից վերնագիրը եկավ ու վերնագրից ելնելով պատրաստեցի այսօրվա խոսքս ու հենց վերնագրից էլ ուզում եմ սկսեմ։ Վերնագիրը հետևյալն է այսօրվա խոսքիս. փոքր բաներն տեսնելու կարևորությունը։ Փոքր բաներն տեսնելու կարևորությունը։ Ես այսօր չեմ ուզում շեշտադրեմ այն, որ մենք պետք է արժեքավորենք այն փոքր բաները, որ Աստված մեզ տվել է, գնահատենք, ունենք օրվա կերակուրը եւ այլն, դա շատ լավ է եւ դա պետք է գնահատել, արժեքավորել միանշանակ, ուղղակի այսօրվա իմ շեշտադրությունը մի քիչ ուրիշ բանի վրա է լինելու։ Գիտեք, մեր միտքը շատ հետաքրքիր ձև է ընկալում կամ աշխատում։ Երբ որ մենք լսում ենք փոքր բառը, կամա թե ակամա մի անգամից մեր միտքը այդ փոքր բանի մասին, ինչի մասին, որ մենք լսելու ենք, երբևիցե արժեքազրկում է կամ ոչ կարևորում է այդ բանը։ Երբ որ մենք փոքր բառն ենք լսում, սենց մի անգամից, երբ որ չենք ուսումնասիրում ինչի մասին է խոսքը, մի անգամից արժեքազրկում ենք կամ այդքան կարևոր չենք համարում։ Բայց այսօր ես հուսամ մոտս կստացվի, իմ ժամանակը իհարկե կարճ է, բայց հուսամ կստացվի մեր հայացքը բևեռել այն փոքր, բայց կարևոր բաների վրա, որը գրված է Աստծո խոսքի մեջ։ Եվ որ մենք լսում ենք փոքր բառը, մեր միտքը միանգամից դա արժեքազրկում է, բայց երբևիցե դա շատ կարևոր դեր է տանում կամ ունենում մեր կյանքի մեջ։ Մի հատ սենց օրինակ բերեմ, դա իհարկե կարող է թե դրական լինել, թե բացասական։ Մի հատ սենց օրինակ բերեմ ու անցնենք Աստծո խոսքին։ Գիտեք, սենց մի բան կա, երբ որ մենք ինչ-որ մի բան ենք գնում, կամ սոցցանցերում, կամ չգիտեմ խանութում, դա շատ կարևոր է, որ մենք պայմանագիրը կարդանք, օրինակ։ Եթե մենք մեծ բան ենք գնում, կարևոր է, որ մենք պայմանագիրը կարդանք կամ հասկանանք կտրոնի վրա ինչ է գրած, օրինակ մի հատ հազարակ օրինակ բերեմ, կան խանութներ, որ երբ որ դու այդ իրը գնում ես, 14 օր մտածելու ժամանակ ունես այդ ապրանքը վերադարձնես թե ոչ, բայց կան խանութներ, որտեղ 30 օր է, կան խանութներ, որտեղ 3 ամիս է եւ այլն, ու դու կարող ես քո սովորության համաձայն ինչ-որ մի խանութից ինչ-որ բան գնել, մտածելով, որ դա կարող ես 3 ամսվա մեջ վերադարձնես, բայց իրականում 14 օր լինի ու 3 շաբաթ հետո խնդիրի առաջ կանգնես, որովհետև սկզբից այդ պայմանագիրը չես կարդացել կամ այդ փոքր տառերով ներքևում գրված բաները չես կարևորել։ Այսպիսով, երբ որ սկզբից մենք չենք կարևորում դա, հետո դա կարող է խնդիրի առաջ մեզ կանգնեցնել։ Եվ նույնպես էլ հավատքի կյանքն է։ Այս վերջերս մեր եղբայրների հետ զրույց էինք տանում եւ նկատում ես տարիների ընթացքում, որ մարդիկ ժամանակ առ ժամանակ հավատքի ճանապարհի մեջ հիասթափություն են ապրում, կամ նահանջում են, հավատքը տկարանում է, եւ այլն, ու տարբեր պատճառներ կա, ու չեն գալիս եկեղեցի,
կարող եմ վստահաբար ասել, որ այսօրվա մեր եկեղեցու անդամների կեսը գրեթե նոր մարդիկ են, եթե ոչ ավելին, որը սկզբից չկային։ Ու սենց խորում է, անկեղծ ասած, այս խոսքը սենց տարիներ սրտումս ու մտքումս կա։ Ինչու է այդպես։ Ինչու է, որ մարդիկ, եկեղեցու անդամները հիասթափվում են կամ նահանջում են կամ խնդիր են վերապրում հավատքի ճանապարհի մեջ։ Վստահ եմ, որ նման բաների պատճառը կարող է նաև լինել այն, որ մենք այդ փոքր բաները Աստծո խոսքի մեջ կամ Աստծո վերաբերյալ չենք կարևորում կամ անտեսում ենք։ Դրա համար այսօր մի քանի օրինակներ եմ ես վերցրել, իհարկե շատ օրինակներ չեն կարող ընթերցել ցավոք ժամանակի առումով, բայց մի քանի օրինակներ եմ վերցրել, որտեղ որ այսպես ասած ուզում են մենք զում անենք Աստծո խոսքի մեջ, այսինքն ավելի մոտիկանանք Աստծո խոսքին ու ավելի մոտիկ տեսնենք, թե իրականում ինչ նկատի ունի այս կամ այն խոսքը։ Նամանավանդ մենք որպես խարիզմատ եկեղեցի սենց սովորություն ունենք, որ վերցնում ենք Աստծո խոսքից մի հատված, շատ լավ հատված, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Տեր Հիսուս Քրիստոսով ու գնում ենք առաջ։ Եվ դա շատ լավ է, դրական է, դա մեզ ոգևորում է, մեր հավատքը բարձրացնում է ու մենք գնում ենք առաջ։ Բայց կան հատվածներ, սիրելիներս, որ կարծում եմ շատ կարևոր է ուսումնասիրել հատվածները, որ հասկանանք արդյոք այս կամ այն իրավիճակում տվյալ խոսքը կամ տվյալ օրինակը կարելի է կիրառել, թե ոչ, որովհետև մենք պետք է հասկանանք կոնտեքստը, ինչ ի նկատի ունի Աստծո խոսքը այս կամ այն կոնտեքստում, որովհետև երբ որ մենք այդ հատվածներն ենք մենակ վերցնում, դա շատ բացասական էֆեկտ կարող է ունենալ մեր հավատքի վրա, սիրելիներս, որովհետև ինչի վրա է հենվում մեր հավատքը, այո, հենց հենվում, մեր հավատքը պետք է հենվի միայն Աստծո կենդանի բերանից հելած խոսքից, ամեն, կենդանի խոսքը, որը իրապես Աստծո բերանից դուրս է եկել և գրվել է խոսքի մեջ, այդ միայն դա պետք է լինի սյուն մեր հավատքի համար, եթե այդ չլինի, մենք ժամանակ առ ժամանակ հիասթափվենք հավատքի ճանապարհից։ Նույնիսկ գիտեք, սենց մի իհարկե մեր համար դա շատ անհեթեթ օրինակ է, բայց նույնիսկ Սաղմոս 2 Սաղմոս կա, որտեղ որ հենց այդ նախադասությունը կա։ Իսկ նախադասությունը հետևյալն է՝ Աստված չկա։ Պատկերացնում եք, այսինքն նույնիսկ այդ ծայրահեղ աստիճան էլ կարա լինի։ Իհարկե սա անհետեթությունն է, նորից եմ կրկնում, մեր համար, որովհետև մենք գիտենք Աստծո խոսքը եւ այլը, բայց ուզում եմ ասեմ, թե այսենց օրինակները կարա լինի ու Սաղմոսները հետևյալն է 14-ը կամ 53-ը։ Գրված է, որ անմիտն կխորի, որ Աստված չկա։ Այսինքն տարբեր երկու նախադասություն է, բայց երբ որ դու ամբողջ կոնտեքստը չես վերցնում, դու չես հասկանում ինչի մասին է խոսքը։ Լավ, անցնենք առաջ, փոքր բաները կարևորելը։ Ես խոսեցի հավատքից ու խոսեցի փոքր բաներից ու գիտեք Հիսուսը հենց ինքը հավատքը համարում է փոքր բան։ Եկեք միասին ընթերցենք։ Մատթեոս 17:19 խոսքը։ Կներեք։ Հիսուսն ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք փոխադրվիր այստեղից այնտեղ եւ նա կփոխադրվի։ Տեսեք, մյուս հատվածներում էլ է Հիսուս ասում, որ հավատքը նման է մանանեխի հատիկի նման, իհարկե հիմա ոմանք ասում են դա իրապես աշխարհի ամենափոքր սերմն է, ոմանք ասում են ոչ, դա այդքան էական չէ, իրականում էականը այն է, որ
խոսքը գնում է փոքր բանի մասին, հավատքի մասին, մանավանդ նույնիսկ եթե շարունակենք, ստեղ գրված է, եւ ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար։ Եթե այդ փոքր հավատքը դուք ունենաք, մանանեխի հատիկի չափ։ Հիմա հավատքը փոքր բան է, ու լավ, այս հատվածներն է կարդանք, որը ավելի պարզ լինի։ Ինչ է հավատքը։ Եթե մենք խոսում ենք հավատքից, միանշանակ պետք է բացենք Եբրայեցիների 11-րդ գլուխը։ Ինչ ասում, հավատքն էլ հուսացած բաների հաստատություն է եւ չերևցող բաների ապացույցը։ Հռոմեացի 10:10 ուրեմն հավատքը լսելուց է եւ լսելն էլ Աստծո խոսքից։ Ուզում եմ մի պահ կանգ առնեմ այս հատվածին։ Տեսեք, հավատքը լսելուց է, լսելն էլ Աստծո խոսքից։ Նույնիսկ եթե մենք վերջի մի բառն էլ հանենք այս նախադասությունից, հավատքը լսելուց է, լսելն էլ Աստծո խոսքից։ Տեսեք, եթե Աստծոն էլ հանենք այս նախադասությունից, կլինի ուրեմն հավատքը լսելուց է եւ լսելն էլ խոսքից, բայց որ խոսքից։ Էդի ինչ որ մենք լսում ենք Աստծո խոսքն է, թե ինչ որ մի հովիվի խոսք է։ Շատ նուրբ տեղով եմ քայլում, գիտեմ։ Էդի Աստծո խոսքն է, թե ինչ որ մեկի քարոզն է, թե ինչ որ մեկի հայտնությունն է, որ դու վերցրել ես ու գնում ես առաջ։ Որովհետև մենք նույնիսկ sense բանել կա, եթե ոչ Աստծո վերաբերյալ կամ ոչ Աստծաշնչի վերաբերյալ մենք խոսքեր լսենք կամ բաներ լսենք, էդ էլ է մեր մեջ հավատք առաջացնում, սիրելիներս։ Ու հավատք ինքը անտեսանելի է։ Սենց մի հատ օրինակ բերեցի, խմբակում ես վերջերս, որ երբ որ ես հավատում եմ իմ ներսում, այդ ոչ մեկ չի տեսնում։ Տեսեք, դե ասում է, հավատքը հուսացած բաների հաստատություն, այսինքն չի երևում, դա սկզբից չի երևում, չկա։ Ես լսում եմ Աստծո խոսքը, թույլ եմ տալիս, ընկնում է սրտիս մեջ, մտքիս մեջ ու պտուղ է տալի, հավատք առաջանում, ու ես այդ հավատքից ելնելով սկսում եմ գործողություններ անել, քայլեր եմ անում։ Օրինակ է համար, շատ հասարակ օրինակ, գալիս եմ եկեղեցի, սկսում եմ Աստծաշունչ կարդալ, հավատքը դրսևորվում է։ Հավատն է հուսացած բաների հաստատությունը եւ չերևցող բաների ապացույցը։ Սկզբից չի երևում, դա անապացուցելի է կոպիտ ասած, բայց հետո հավատքա սերմանվում, իմ հետ հավատք առաջանում ու դա դրսևորվում է, այսինքն դա ապացուցվում է։ Երևում է, որ այս մարդը հավատաց այս կամ այն բանի։ Հիմա ինչի է այդ հավատքը, այդ սերմը այդքան կարևոր, որովհետև եթե մենք սխալ սերմ թույլ տանք մեր սրտում ձևավորվի, մենք սխալ գործողություններ կանենք։ Կամ ոչ Աստծո խոսքի համաձայն գործողություններ կանենք։ Ու կձախողվենք, ու կհիասթափվենք, ու կմտածենք միգուցե, բա ուր Աստված, բա այս ինչ որ բանը ին հետ հենց սենց եղավ, ինչու։ Միգուցե պետքա վերանայենք հավատքի արմատը, սիրելիներս։ Կներեք այսօրվա իմ խոսքի համար, բայց այսօր ես եմ պատրաստել։ Միգուցե մենք մեր հավատքը պետքա վերանայենք։ Միգուցե մեր հավատքը ժամանակ առ ժամանակ չի հենվում Աստծո խոսքի վրա։ Եվ այսպիսով շատ կարևոր է, որ մեր հավատքը հենվի Աստծո կենդանի խոսքի վրա, այլ ոչ թե ինչ-որ մեկի ասացի։ Այսպիսով մենք չենք հիասթափվի մեր հավատքի կյանքում, եթե մեր հավատքը հենվի Աստծո կենդանի խոսքի վրա։ Ամեն սիրելիներս։ Մենք պետք է ուշադրի լինենք, արդյոք մեր հավատքը ճիշտ հիմք ունի, կամ արդյոք այն հայտնությունը, որ ես ունեմ, ճիշտ արմատ ունի, կամ արդյոք ես ճիշտ եմ հասկանում այս կամ այն հայտնությունը կամ մեկնաբանությունը։ Ամեն սիրելիներս, որովհետև եթե ի սկզբանե արմատը մեր սխալ լինի այս կամ այն գործողությունների կամ հավատքի, մենք սխալ ճանապարհի վրա ենք հայտնվելու, վաղ թե ուշ։ Իհարկե, Եբրայեցիների 11-րդ գլուխը մենք ընթերցեցինք ու երբ որ 11-րդ գլուխը սենց ուսումնասիրում ես,
ամբողջ գլուխը հավատքի մասին է խոսում ու տեսնում ես, որ այդ գործողությունները, որոնք որ հավատքից ելնելով լինում էին, կատարվում էին, հիմք ունեին։ Ու հիմքը հենց Աստծո խոսքն էր։ Աստված խոսացել էր, կամ Աստված խոսմունք էր տվել այս կամ այն մարդուն, եւ այդ մարդիկ այդ խոսքի համաձայն, հենց Աստծո խոսքի համաձայն քայլում էին եւ հավատքի ճանապարհ ունեին։ Եբրայեցիների 11 գլուխը մենք տեսնում ենք, հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն։ Հավատքով Նոյը իր տան համար շինեց տապանը։ Հավատքով Աբրահամը հնազանդվեց։ Հավատքով Աբրահամը պանդուխ դարձավ ավետյաց երկրումը։ Հավատքով Սառան զորություն ստացավ եւ որդի ծնեց։ Հավատքով Աբրահամը Իսահակին զոհ մատուցեց։ Հավատքով Իսահակը օրհնեց Հակոբին եւ Եսավին։ Հավատքով Մովսես թողեց Եգիպտոսը, հալելույա։ Հավատքով անցան Կարմիր ծովը ինչպես ցամաք։ Հավատքով Երիքովի պարիսպները վայր ընկան։ Եվ այս բոլոր գործողությունների հիմքում կար Աստծո կենդանի խոսքը։ Հալելույա։ Կար խոսք Աստծուց եւ խոսքի համաձայն մարդիկ քայլում էին, գործում էին եւ լինում էր գերբնականը, սիրելիներս։ Եթե Մովսեսի միջոցով Աստված բացել է Կարմիր ծովը, չի նշանակում, որ անպայման ինչ-որ մեկի միջոցով է դա լինելու։ Դա յուրահատուկ է, դա միգուցե հենց մենակ Մովսեսի միջոցով պետք է լիներ։ Եթե ինչ-որ մեկի մոտ ինչ-որ հայտնություն է եղել գերբնական, չի նշանակում, որ մեր մոտ էլ հենց լրիվ նույնպես պետք է լինի։ Ոչ, սիրելիս, Աստված քեզ յուրահատուկ է ստեղծել ու քո հետ յուրահատուկ բան կլինի, բայց ուրիշ ձև։ Քո պես, որը քեզի համապատասխան է։ Ամեն սիրելիներս։ Իհարկե շատ լավ է քարոզները լսել, շատ լավ է տարբեր ուսմունքներ ուսումնասիրել, բայց երբևիցե դա կարող է վնասել մեր հավատքին ու մեր հավատքի ճանապարհին։ Հալելույա։ Հուսով եմ ինչ-որ մի բան ստանում եք։ Կներեք։ Եվ այսպիսով, ինչպես որ նշեցի, ուզում եմ անպայման ես երկու օրինակ եմ վերցրել, ես երկու օրինակները ուզում եմ անպայման ընթերցեմ, որ ավելի պարզ լինի ինչ ի նկատի ունեմ ես իմ այսօրվա պատգամով։ Ինչպես որ նշեցի, շատ հաճախ մենք որպես խարիզմատ եկեղեցի վերցնում ենք հատվածներ ու մերն ենք սարքում, չէ, սենց բան ունենք ու այդ լոզունգով կամ չգիտեմ այդ կարգախոսով հայերեն ասած մենք գնում ենք առաջ եւ դա երբևիցե շատ լավ է, բայց կարևորը հասկանալ կոնտեքստը։ Օրինակ, Աստված ամեն բան բարին է գործակից անում։ Ամենահայտնի տեղն է Հռոմեացի 8:28, ամեն մարդ կա, որ այդ խոսքը չի լսել։ Չէ, բոլորս էլ լսել ենք, նույնիսկ ոչ եկեղեցում լինող մարդիկ դա սա լսում են։ Բայց սիրելիներս, լուրին եմ ձեզ համար։ Էդի բոլորին չի վերաբերվում։ Աստված բոլորի համար չի բարին պտտացնում։ Ովքեր Աստծուն սիրում են։ Ամեն։ Ու երբևիցե մենք թեկուզ ստեղից էլ շեշտադրությունը երբևիցե սխալ կողմ ենք դնում, բայց այսօր ես ուզում եմ, որ շեշտադրությունը մի քիչ ուրիշ կողմ դնենք։ Ու տեսեք ինչ է, եկեք իրար հետ կարդանք, մենակ Աստծուն սիրելու մասին չի խոսքը։ Հռոմեացի 8:28-ից 31-ը։ Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից է լինում դեպի բարին, նրանց, որ նախասահմանելով կանչված են։ Ամենակարևոր հատվածը միանշանակ այն է, որ Աստծուն սիրողների մասին է խոսքը։ Եթե Աստծուն մենք չսիրենք, ամեն բան դեպի բարի գործակից չի լինի, սիրելիներս, մեր կյանքում։ Իսկ մի հատ հարց. մենք Աստծուն սիրում ենք մեր ուզած ձևով, թե իր ուզած ձևով, թե իր հանձնարարությամբ։ Փառք Տիրոջը, շատ կարևոր է, սիրելիներս։
Իսկ ինչ է նշանակում Աստծո սիրողները, ո՞րն է դա։ Երբ ենք մենք Աստծուն սիրում։ Երկրորդ օրինաց 5:6-ը սիրիր քո Տեր Աստծուն սրտով, մտքով եւ զորությամբ։ Շատ կարևոր է։ Իսկ ո՞րն է դա։ Նոր կտակարանում մենք տեսնում ենք, որ Հիսուսը հանձնարարություն է տալի, որ մենք ամեն օր մեր խաչը վերցնելով, չէ, ամեն օր մեր խաչը վերցնելով, մեր անձը ուրանալով, հետևենք Հիսուսին։ Սերը դա է։ Սերը ունի գործողություն, սերը ունի հետևանք։ Մենք պետք է հնազանդվենք Աստծո խոսքին, հնազանդություն, հիմիկվա ժամանակներում դժվար բաներ ենք ասում, պատասխանատվություն պետք է լինի Աստծո խոսքի վերաբերյալ։ Եվ երբ որ այդ ամենը լինում է, դա իրապես սեր է կոչվում, ու երբ որ դու սիրում ես Աստծուն, այդ ժամանակ ամեն բան ի բարի է լինում քո գործերի մեջ, բայց կա մի բան էլ, սա վերջի չի։ Եկեք շարունակենք կարդալը։ Տեսեք ինչ ասում 29-րդ խոսքից։ Որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների եւ քույրերի մեջ, եւ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեցել, եւ որոնց կանչեց, նրանց արդարացրեցել, եւ որոնց արդարացրեց, նրանց փառավորել արավ։ Սիրելիներս, տեսնում եք, իհարկե ես չեմ ուզում աստվածաբանորեն շատ խորանամ եւ բարդացնեմ մեկնաբանությունը, բայց մենք տեսնում ենք, որ այստեղ հստակ մի խումբ մարդկանց մասին է խոսքը, ամեն մեկի մասին չի խոսքը, կոնկրետ մարդկանց մասին է խոսքը, կոնկրետ հավատացյալների մասին է խոսքը։ Դե Անդրանիկ ջան, մենք գիտենք 10 պատվիրանները կամ եւ այլ ազգանները մեղքերի մեջ չընկնելը եւ այլն, սիրելիներս, խոսքը դրա մասին չի։ Այդ տարական բաները իհարկե բոլորս է գիտենք, մենք գիտենք, որ մեղքերի մեջ չպետք է լինենք, այս չպետք է անենք, ինչ ունենք։ Իմջալոց ասեմ ձեզ, որ Պողոս առաքյալը այս ռոմեացիների թուղթը գրել է հավատացյալներին։ Ամեն։ Այսինքն մեզ եւ հարկ է համարել նման տեքստ այս 27-րդ խոսքի մեջ ընդգրկել, որ Աստծուն սիրողների մասին է խոսքը, այս խմբի մասին է խոսքը, այն մարդիկ, որոնք որ հետևում են Աստծուն։ Ամեն, սիրելիներս։ Բարդ Տիրոջը, հույսով եմ ինչ-որ մի բան ստանում եք, լավ, շատ չկանգնեմ այս հատվածին, նույնն էլ հաջորդը, ճիշտ է, վերջի խոսքն էլ, Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ։ Էդ էլ է գրած, բայց մենք նորանում ենք, որ գրած է, եթե Աստված մեզ հետ է։ Հաջորդ խոսքը, 31-րդ խոսքը, եթե գցենք տեսնենք, ապա ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով կարող է մեզ դեմ, կամ ով կարող է մեզ հակառակ։ Եթե հանում ենք, դառնում է Աստված մեր հետ, ով կարող է մեր դեմ։ Երբ որ մենք իրապես քայլում ենք Աստծո ճանապարհների մեջ, ու թույլ չենք տալի, որ չարը սխալ մտքեր բերի մեր մեջ, այդ ժամանակ մենք Աստծո ճանապարհների մեջ ենք, ու այդ ժամանակ Աստված մեր հետ է, ու այդ ժամանակ ոչ ոք չի կարող մեզ դեմ։ Փառք Տիրոջը։ Մի օրինակ էլ բերեմ եւ անցնեմ կամաց իմ ավարտին, այսօր ձեզ շատ չեմ ծանծրացնի։ Երկրորդ օրինակը գրված է Առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 14-րդ խոսքը։ Այսօր շատ երիտասարդներ կան, Փառք Տիրոջը։ Սիրելի երիտասարդներ, լսեք։ 14-րդ խոսքից գրում եմ ձեզ, մանուկներ, որ ճանաչեցիք հորը, գրեցի ձեզ հայրեր, որ ճանաչեցիք նրան, որ սկզբիցն էր։ Գրեցի ձեզ
երիտասարդներ, որ դուք զորավոր եք եւ Աստծո խոսքը բնակվում է ձեզանում եւ դուք հաղթել եք չարին։ Մենք հաճախ լսում ենք այս հետեւյալ արտահայտությունը. երիտասարդներ, դուք զորավոր եք, որովհետեւ դուք հաղթել եք չարին։ Այն ամբողջական չի, սիրելիներս։ Այս չի վերաբերվում բոլոր երիտասարդների։ Վերաբերվում է այն երիտասարդների, որոնց մեջ որ բնակվում է Աստծո խոսքը։ Աստված իր խոսքը նաև որ գրում է, տալիս է, հայտնում է, նաև կա այսպես ասած ինստրուկցիա, հայերեն ասած, հայերեն չգիտեմ այդ բառը, ինստրուկցիա կա։ Երբ որ խոսքը իրապես մեր մեջ է բնակվում, այն ժամանակ մենք զորավոր ենք ու այն ժամանակ մենք հաղթել ենք չարին։ Կա հերթականություն եւ դրա համար եմ ես այսօր այսպես արտահայտություն անում, որ այսօր ուզում եմ, որ մենք զում անենք, ավելի խորանանք Աստծո խոսքի մեջ։ Կան բաներ, որ մեր համար սովորական է, դառը մենք լսում ենք ամեն օր արտահայտություններ եւ այլն, բայց կա բովանդակություն ու այդ բովանդակությունը շատ մեծ դեր է տանում։ Նույնիսկ անգամ մի փոքր բան, երբ որ դու հանում ես կամ փոխում ես կամ չես մեկնաբանում, կարող է ուրիշ հավատք ձևավորվել։ Եվ մեր հայացքը կամ մեր պատկերացումը Աստծո վերաբերյալ կամ աստվածաբանության վերաբերյալ ընդհանրապես բոլորովին փոխվի այդ մի բանի պատճառով։ Երբ որ շարունակում ենք այս հատվածը, տեսեք 15-րդ խոսքից, տեսեք ինչ է ասում. մի սիրեք աշխարհքը եւ ոչ էլ այն, որ աշխարհքի մեջ է։ Եթե մեկն աշխարհքը սիրե, հոր սերը նրանում չէ, որովհետև ամեն ինչ որ աշխարհքումն է, մարմնի ու աչքերի ցանկությունն է եւ այս կյանքի ամբարտավանությունն է։ Հորիցը չէ, այլ աշխարհքից է։ Հաջորդ խոսքը եւ աշխարհքը անցնում է եւ նրա ցանկություններն էլ անցնում են, բայց Աստծո կամ կատարողը մնում է հավիտյան։ Հալելույա։ Ամեն բան կանցնի, բայց Աստծո խոսքը կմնա ու հուսանք կշտկի մեր սխալ ճանապարհները։ Եթե մեր սիրտը ու մեր միտքը բաց լինի, դրան վստահ եմ կլինի։ Հալելույա։ Եվ այսպիսով այս հատվածն էլ մենք տեսնում ենք, որ կոնկրետ բաների մասին է խոսքը, կոնկրետ գործողությունների մասին է խոսքը, որ չսիրեք այն, հետևեք Աստծուն, այս անեք այն եւ այդ ժամանակ կլինեք զորավոր, այդ ժամանակ կհաղթեք չարին եւ այդ ժամանակ Աստված կլինի մեր հետ եւ ոչ ոք չի կարող մեր դեմ լինել։ Հալելույա։ Եվ այս փոքր բաները շատ կարևոր դեր են տանում, փառք Տիրոջը։ Հույսով եմ ինչ որ մի բան ստանում եք։ Այս օրինակները խոսելով ուզում եմ այդ եկեղեցական ընթացքից էլ մի քանի օրինակներ բերել կարճ եւ անցնեմ իմ այսօրվա խոսքի ավարտին։ Ինչպես որ շեշտեցի, փոքր բաները կարող են մեծ հետևանք ունենալ կամ փոքր բաները տեսնելու կարևորությունը շատ մեծ է։ Գիտեք, փոքր բանը ոչ թե մենակ տեսնելն է, որի մասին որ խոսեցի, տեսնել այդ փոքր բաները, այլ նաև մեր քայլերն էլ է, մեր եկեղեցու մեջ, մեր ընտանիքների մեջ, ամեն մի փոքր բան կարող է մեծ հետևանք թողնել, թե դրական, թե բացասական։ Նույնիսկ առակացի մեջ էլ ասում է, չէ, որ կյանքն ու մահը լեզվի ծայրին, այսինքն մենք մեկ բառով կարող ենք մեկին սպանել, մեկ բառով կարող ենք մեկին կյանք տալ։ Մեկ քայլ մեկի հանդեպ, մեկ վերաբերմունք մեկի հանդեպ, մեկ նայվածք մեկի հանդեպ կարող է մեծ հետևանք թողնել, թե դրական, թե բացասական։ Լավ, անցնենք ավարտին։ Այս խոսքը պատրաստելուց ուզում էի անպայման այս անձնավորության մասին խոսել։ Մի անգամ երիտասարդական ծառայությանը ես խոսեցի, վկայեցի նրա պատմությունը, իրական դեպք,
Եվ այդ մարդու անունն է Հենրի Դունանտ։ Հենրի Դունանտ, կա մարդ որ ճանաչում է։ Հենրի Դունանտ, մի շվեյցարացի մի երիտասարդ, որը ծնվում է կալվինիստական ընտանիքում, որը կալվինի ուսմունքներն է կիրառում իր կյանքում Ժենև քաղաքում, Շվեյցարիայում, 1828 թվականին նա ծնվում է, նրա հայրը լինում է բանկիր ու բիզնեսմեն է լինում, տարբեր բիզնեսներ է ունենում եւ մայրն է լինում է հիվանդների խնամող մեկը եւ հոգատարություն է անում բոլոր աղքատներին եւ այլն այդ գործունեության մեջ է լինում։ Օրերից մի օր այս Հենրին որոշում է իր բիզնեսը դնի, կներեք, որոշում է իր բիզնեսը դնի եւ ճանապարհորդում է դեպի Աֆրիկա, ուզում է իր բիզնեսը դնի եւ չի ստացվում, քանի որ նա ֆրանսիական անձնագիր չի ունենում, մի խոսքով թղթաբանական տարբեր խնդիրների առնչվում եւ որոշում է անձամբ գնա Նապոլեոն III-ի մոտ, եթե չեմ սխալվում, եւ անձամբ հենց Իրանից վերցնի դուրատություն, որ սկսի իր գործողությունները, բիզնես դնի եւ այլ, բայց հետաքրքիր բան է տեղի ունենում ճանապարհին Իտալիայում Սոլֆերիոնո քաղաքում, կներեք, այդ քաղաքում նա հանդիպում է մի սենց ասեմ անմարդկային իրավիճակի, նա հայտնվում է մի պատերազմական դաշտում եւ տեսնում է, որ շատ լուրջ մարդ է տեղի ունենում երկրների միջև, մոտավորապես 38-ից 40 հազար զինվոր, վիրավորված կամ կիսամա ուղղակի այդ դաշտում են եւ ոչ ոք նրանց օգնություն չի կարող ցուցաբերել, որովհետեւ անհույս իրավիճակ է։ Եվ չերկմտելով այդ Հենրին սկսում է օգնություն ցուցաբերել այդ բոլոր զինվորներին հերթականությամբ եւ բոլորին մոբիլիզացնում է, այսպես ասած, ում որ կարողանում է եւ կոչ է անում. եկեք օգնենք այս զինվորներին, բոլորին օգնենք, անխտիր, եւ սկսում է հերթական մեկից հետո մյուսին եւ այլ հերթականությամբ օգնել եւ մի արտահայտություն է անում այդ իտալերենով tutti fratelli, քանի որ նա ուրիշ լեզու չի տիրապետում, այդ արտահայտություն է անում բոլորին, որ հասկանան։ Ինչ է նշանակում, դա նշանակում է մենք բոլորս եղբայրներ ենք, պետք է մեկս մյուսի անպայման օգնենք։ Եվ այդպես նա այդ գործողությունը անում է, մոռանում է իր բիզնեսի մասին եւ այլն, եւ այդպես շարունակ սկսում է բոլորին օգնել, իր ֆինանսները ներդնում է այդտեղ, տարբեր եկեղեցիների ֆինանսներով աջակցում է, որ եկեղեցիները կարողանան օգնել։ Եվ այդպես շարունակ նա սկսում է բոլորին օգնել եւ այդպես շարունակ նա ուզում է ինչ-որ կազմակերպություն բացի, որ կարողանան այդ մարդկանց օգնություն ցուցաբերել, կարող եք հաջորդ նկարն գցել, երկրորդն ու երրորդը, այս նկարը այդ պատկերներից մեկն է, որ հետո նկարել են, այսքանը բավական է։ Եվ այսպիսով նա ուզում է, որ ինչ-որ կազմակերպություն բացի, բայց նրա մոտ չի ստացվում, մի խոսքով շրջագայում է, գտնում է իր ընկերոջը եւ ընկերոջ հետ կազմակերպություն է բացում եւ անունը դնում է Կարմիր խաչ բարեգործական կազմակերպությունը եւ շատ մարդիկ սկզբից ոգևորվում են Ժենև քաղաքում եւ մոտավորապես մի 16 երկիր հենց ի սկզբանե աջակցում են այդ միտքը եւ ամենից շատ լավ է, բայց գալիս է մի պահ, որ Հենրի, քանի որ միտքը նրա գործողությունները այս ճանապարհով են լինում, նա բանկրոտ է լինում եւ ֆինանսները կորցնում է, ամեն բան կորցնում է ու գալիս է մի իրավիճակ, որ
նա նույնիսկ առողջական խնդիրներ է ունենում, մի խոսքով գործերը շատ վատանում է, մոտավորապես 40 տարեկանում է դա տեղի ունենում, ու անցնում է, բոլորը մոռանում են նրա մասին, նույնիսկ նրան հանում են Կարմիր խաչից, պատկերացնում եք, որպես տնօրեն, հանում են, մի խոսքով մոռացված մարդ է լինում հետո ինքը, բայց անցնում է 30 տարի, սիրելիներս, երբ որ նա արդեն վերադարձած է լինում այդ քաղաքում, որտեղ որ ինքա պաստարան է գտնում այդ Շվեյցարիայի քաղաքներից մեկում, անցնում է 30 տարի եւ Հենրիի մոտ գալիս է մի լրագրող եւ Հենրիի պատմությունը տպագրում է ինչ որ մի այդ ժամանակվա թերթերում եւ մարդիկ սկսում են լսել Հենրիի մասին, կամաց Հենրին ժամանակի այդ մի տարվա ընթացքում թե ինչքան դառնում է հայտնի մարդ, եւ բոլորը գալիս են Հենրիին, տեսնում են ֆինանսով, սկսում են աջակցել եւ այլն, նույնիսկ այնքան լավանում է, որ նրան հետ են կանչում, Հենրիին հետ են կանչում, որ Կարմիր խաչի տնօրեն նաեւ դառնա։ Ինչա տեղի ունենում։ Կարմիր խաչ կազմակերպությունը սկսում է զարգանալ եւ ավելի մեծանալ։ Պատմության մեջ, նույնիսկ առաջի անգամ պատմության մեջ 1901 թվականին Հենրին ստանում է խաղաղության Հոբելյան մրցանակը։ Դրանից հետո մեր օրերին կարելի ասել, որ այդ կազմակերպությունը գրեթե աշխարհի բոլոր ծայրերում գործում է, մոտավորապես 191 երկրներում հիմա գործում է Հենրիի կազմակերպությունը, Կարմիր խաչ բարեգործական կազմակերպությունը։ Այս պահին մոտավորապես 14 միլիոն հոգի բարեգործություն են անում աշխարհով մեկ։ Ամեն տարի Կարմիր խաչը օգնություն է տալիս մոտավորապես 160 միլիոն մարդու։ Ու պատմության մեջ ամենաշատը հենց Կարմիր խաչն է ստացել խաղաղության Հոբելյան մրցանակը։ Եվ Հենրին գրում է գիրք, այս Սոլվերինո գիրքն է նա գրում եւ դառնում է շատ հայտնի։ Ինչ եմ ուզում ասել այս պատմությունով։ Կարմիր խաչը բոլորս է գիտենք, չէ՞։ Հա, սա իր արձանն է, Դենհաղ քաղաքում իմիջիայլոց կա նրա արձանը եւ միջև օրս գործում է Կարմիր խաչ բարեգործական կազմակերպությունը եւ ամբողջ աշխարհով կարելի ասել հայտնի է։ Այս պատմությունով ուզում եմ ասել, որ ընդամենը մեկ մարդ, մեկ նպատակ, մեկ հավատք, մեկ որոշում փոխում է երկրագնդի ամբողջ պատմությունը, սիրելիներս։ Որովհետև երկրագնդում միակ ամենահայտնի բանը Կարմիր խաչ բարեգործական կազմակերպությունն է, որ պատերազմների ժամանակ նրանք անձեռնմխելի են, որ օգնություն են ցույց տալի մարդկանց։ Բարդ Տիրոջը։ Եվ այսպիսով ամեն մեկիս մի քայլն էլ, մի խոսքն էլ, մի որոշումն էլ, փոքր թեկուզ մեր մտածելով կարող է մեծ հետևանք ունենալ թե մեր կյանքի մեջ, թե մեր ընտանիքի կյանքի մեջ, թե մեծ ընտանիքի ընթացքի մեջ։ Բարդ Տիրոջը, հուսով եմ ինչ որ մի բան ստացաք, կխնդրեի կանգնենք ոտքի, հոկտեմբերի 30-ին 1910 թվականին Հենրին ննջում է եւ գրում է տարբեր ցանկություններ։ Իհարկե Հենրիի պատմության մեջ կան բացասական դրվագներ էլ, բայց ցանկություններից մեկը սա է եղել։ Նա վերջում գումարները թողնում է բարեգործությանը եւ
այսպիսի մի խնդրանք է ասում։ Խնդրում է, որ հիվանդանոցում, այնտեղ որտեղ որ նա լինում է վերջի ժամանակներում, միշտ մեկ հատ մահճակալ ազատ պահեն քաղաքի ամենաաղքատ մարդկանց համար, որ նրանց օգնություն ցույց տան։ Փառք Տիրոջը, հուսով եմ այս հատվածներից ինչ որ մի բան ստացանք ամեն մեկս, ինչ որ մի լավ բան վերցրեցինք։ Այսօրվա իմ աղոթքն է, որ մենք կարևորենք այն փոքր բաները, որը որ միգուցե մեր հայացքով, մեր առաջի հայացքից այդքան էլ կարևոր չի, բայց իրականում շատ լուրջ հետևանք է թողնում մեր կյանքի ընթացքի մեջ կամ մեր հավատքի ընթացքի մեջ։ Այդ փոքր բաները կարող է նաև մեր հավատքի վրա էլ ազդել։